Ադրբեջանի նախագահը այսօր դարձյալ գործածել է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, նշել բացման մոտավոր ժամկետը եւ հայտարարել Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։ Մինչ օրերս Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե հայկական կողմի համար անընդունելի ձևակերպման Զանգեզուրի միջանցքի թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր այլևս չկան, քանի որ այն գոնե իր համար արդեն հասցեագրված է եւ արդիական չէ, Իլհամ Ալիևը Աստանայում հայտարարեց. Զանգեզուրի միջանցքը նախատեսվում է բացել մինչև 2028 թվականի վերջը։ Զանգեզուր դահլիզını da qeyd etmək. Բացի այն, ինչ մենք հիմա պլանավորում եւ իրականացնում ենք, հսկայական ներուժ է կազմում նաեւ Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին։ Սյունիքով անցնող ճանապարհը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն 5-րդ տարին է անվանում են Զանգեզուրի միջանցք։ 2 ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ Թրամփի ուղի անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից։ Այսօր Աստանայում Ալիևը ոչ միայն նորից կրկնեց Զանգեզուրի միջանցք տերմինը, այլ նաև խուսափեց նշել Հայաստանի անունը, մնացած ճանապարհի մասին խոսելիս օգտագործելով այլ երկրների տարածք ձևակերպումը։ Ղազախստան կատարած այցի ընթացքում Ալիևի մյուս ուշագրավ հայտարարությունը վերաբերում էր բեռների տարանցմանը։ Ermənistana olan Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը, առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբականակը։ Այս փաստը վկայում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում։ Պաշտոնական Երևանը կարճ ժամանակ անց ողջունեց Ալիևի այս հայտարարությունը։ Նախ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Facebook-յան կարճ գրառում արեց։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելի ուշ ուրախությամբ կիսվեց, ընդգծելով. այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության նորակարգի առաջմղման գործում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սակայն ողջունելուց բացի նաև որոշ փակագծեր բացեց, նշելով երթուղին։ Լավ, որ այսքան ասվեց, սա էլ ասեմ, շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Խաղաղությունը հաստատված է։ Երևանից պաշտոնյաները այսօր չանդրադարձան այն հանգամանքին, որ Ալիևը դարձյալ կիրառում է հայկական կողմի համար անընդունելի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ալիևը Աստանայում այսօր նաև հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել։ Ըստ նրա, այն հանգամանքը, որ վերջին ռազմական բախումներից ընդամենը 2 տարի անց կողմերը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, վկայում է երկու պետությունների մոտ լուրջ քաղաքական կամքի առկայության մասին։ Բաքուն սակայն նախաստորագրումից հետո էլ չի հրաժարվում ստորագրման իր նախապայմանից։ Պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում։